Գարեգին Բն այցելել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ հուլիսի 7-ի ընտրություններին մասնակցող Սամվել Կարապետյանի առանձնատուն, ընդ որում կից հրապարակված Մայրաթոռի կողմից տեսանյութից պարզ է դառնում, որ չեն պահպանվել եկեղեցու արարողակարգի մի շարք նրբություններ, ավելի շատ աշխարհիկ արարողակարգի շրջանակներում է տեղի ունեցել հանդիպումը։ Սա ձեր դիտարկման, պարոն վարչապետ, անարգանք չէ եկեղեցու նկատմամբ, երբ որ աշխարհիկը գրկախառնվում է եկեղեցու գահը զբաղեցնող անձին, նույնիսկ թեթևացնում է նրա ուսին, եւ երկրորդ հարցը սրանից բխող, արդյոք սա քաղաքական աջակցություն չէ Գարեգին Բ-ի կողմից ընտրապայքարին մասնակցող քաղաքական կոնկրետ ուժի։ Կտրիչ Ներսիսյան այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկեղեցու հացու հարցի։ Հիմա կգրկախառնվեն, չգիտեմ ինչ կանեն, այդ նկատի ունեմ արդեն այդ անարգանքը ի սկզբանե կա, հետևաբար այն մնացած հատվածները ձեր ցույցությամբ չմեկնաբանեմ։ Ինչ վերաբերվում է հետևյալին, ձեր հարցի երկրորդ մասին, Կտրիչ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է, ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես անում է, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի եւ ինքը այդպես մնա ստվերում իր պաշտպանությունը ապահովելու համար, բայց ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաև այս իրավիճակը։ Եկեղեցին ձեր դիտարկման քաղաքական դիրքորոշում է արտահայտում այս դեպքում։ Նորությունն է ձեզ համար, ասենք 2019 թվականից ընդ որում։ Այսինքն հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ զբաղված եւ դրա դրսևորումները կան, ընդ որում քաղաքական հակապետական գործունեությամբ զբաղված քրեական գործեր կա, ինչքան էլ փորձեն քաղաքականացնել, ի վերջո փաստերը իրենց տեղում են։ Այս էլ հույն դեպքը չի, որ մեկը ասում է ես գիտեք ինչ լսել եմ կամ անցնելիս լսել եմ, բոլոր փաստերը հստակ արձանագրված են անբեկանելի եւ անսասանելի ձևով, ամենայն դեպս ես համացանցում հրապարակված են եւ այդտեղ լրացուցիչ մեկնաբանությունների տեղ նույնիսկ չկա։